Слышите, правительство Армении? Вы что, вы правду идиоты, что ли? Вы понимаете, что я сейчас то, что попытался донести до простых людей, эти люди простые осознали. Вы, когда организуете вот это все против вот этого правительства, вы только деньги жрете в правительстве Армении. Мне противно, когда я веду все эти передачи. Я закончу это все. Вас накажет народ. Они всех вас вместе соберут и отправят туда на самолете. И это будет самая большая справедливость. Со всем вот этим парламентом, со всем правительством Армении. Вот это будет самая большая справедливость. Народ вас разорвет, как Чаушеску разорвал народ. Точно так же вас разорвет народ. Задумайтесь в этом правительстве Армении. То, что он в Праге подписал документ Карабах вернуть в состав Азербайджана, он не имел на это никакого права. Он нелегитимный, понимаете? Он не президент Карабаха. Он не Карабах. Карабах в 90 мы вышел из состава СССР, а также из состава Азербайджана. Официально, на официальном уровне вышел. И вот здесь, чтобы мне никто не сказал, что Пашинян армянин, что его близкие родственники армяне, не говорите мне, что 90% сидящих в парламенте Армении это армяне, 90% это азербайджанцы. Пусть каждый возьмет этот крест на себя. Возьмите этот луну со звездой Давида, повесьте на себя. Алиева. Все равно все будет по-нашему. Алиев предупредил Армению. И сделал он это резонансное заявление только по поводу возможного мира с Арменией. 2 года. Азербайджан положил конец 30-летней варварской армянской оккупации. Это он сказал в Венгрии. Наша война, которая длилась всего 44 дня, и каждый день мы шли вперед, не отступая ни на шаг, в нашей армии не было ни одного дезертира. А теперь внимательно, он приводит слова жены Пашиняна. Какое право она имела сказать о 12 тысячах дезертирах? Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, այս վերջերս եմ տեսել այս ալիքը, որտեղ Տեդո Թենգիս անունով մեկը, չգիտեմ ինչ ազգ է, երևի վրացի է, կամ Վրաստանում բնակվող այլ ազգ, չգիտեմ, միգուցե Հայաստանում է բնակվում, և նայեցի մի քանի իր հոլովակները, շատ հավանեցի, ձեզ խորհուրդ կտամ ամբողջ տեսանյութը դիտել իր ալիքում, խոսքերն ավելնորդ են, ինքներդ կլսեք, կտեսնեք նրա զարմանքը, զայրույթը և իսկական խորը սրտացավությունը հայերի հանդեպ, ոչ թե շինծու, ոչ թե անտարբեր, ինքն էլ է զարմանում, որ հայերը հանդուրժում են այս ամեն ինչը, որ հայերի շատ պետքը չէ, երբ որ ինքը նույնիսկ այսքան բարկանում է և անարդարացի է համարում։ Իր ալիքում կտեսնեք նաև շատ այլ տեսանյութեր նաև հայերի մասին, ադրբեջանցիների մասին, ով են, ինչ են նրանք և ինչ են ուզում, նաև հրեաների մասին, որ ապրել են պատմական Հայաստանում, ասիմիլացվել հայերի հետ և այլը։ Հետաքրքիր ալիք է և շատ անկողմնակալ, որովհետև իհարկե եթե հայն է խոսում, պարզ է, որ հայի համար է խոսում, բայց երբ որ այլ ազգի ներկայացուցիչը արտահայտում իր մտքերը և լրիվ չեզոք, միայն արդարացի կողմն է տեսնում, ոչ թե դնում ազգային խտրականություն կամ սեփական շահեր, դա արդեն մի այլ բան է։ Ճիշտն ասած, առաջի անգամ եմ տեսնում, որ վրացի մեկը այդպես խոսի և մի հատ էլ կա կազախ նրան խանգայ, կարծեմ, ամբողջ իր տեսանյութերը Հայաստանի մասին, պատմության մասին, զարմանք են առաջացնում այդքան խորը գիտություն ունի և միշտ վիճաբանում է ադրբեջանցի բլոգերների հետ, բերում
պատմական փաստեր, պատմական նկարներ, իսկ մեր պատմաբաններն ինչ են անում, լուռ են, ինչ քանի գրոշ արժե ձեր դիպլոմները, երբ որ ամեն ինչում լուռ եք, ինչ Ադրբեջանն ասի, անի համաշխարհային մեդիաներում եւ այլը համացանցում տարածեն այնպիսի սուտ լուրեր, որ չի համապատասխանում իրականությանը, բայց մեր պատմաբանները լռում են։ Եվ ինչ քանի գրոշ արժե, որ մեր ուսանողները սովորում են համալսարանում, ամեն ինչ էլ գիտեն, թե ինչ է կատարվում, բայց նորից լռում են։ Ուրեմն պետք է մի այլի ազգի ներկայացուցիչ խոսի այս մասին։ Մեր ինտելիգենցիան, մեր մշակույթի գործիչները բոլորը լուռ են։ Սա ուղղակի արհավիրք է, չգիտեմ։ Առայժմս այսքանը ուղղակի ուզեցա ծանոթացնեմ այս ալիքին, որովհետև ինձ թվում է նա կարիք ունի մեր, այսպես ասած, սատարմանը, անում է այս ամբողջ աշխատանքը հայերի համար, գոնե դուք էլ պետք է բաժանորդագրվեք եւ լսեք, որովհետև այս մարդը մեծ աշխատանք է կատարում մեզ համար, երբ որ պարապ-սարապ հայերը նստած են։ Ստեսություն։